Արիվորթվոյ Քրիստոփո ամեն այրմեր վրեգենսիես սուրբ եղեցի անունքո եղեցի արքայությունքո եղեցին գամքո որբես երգինս եվերգրի ըսհաց մեր հանրաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որբես եւ մեկ տոնք մեր ասպարդամանած եւ մի դաներս մեզի փորձություն ալպրգյազ մեջ ճարե զիքո արքայություն եւ զորություն եւ բարքավիդյանս ամեն Ողջույն քեզ Մարիամ, լիշնորոք Տերն քեզ, օրհնյալ ես դու կանայս, եւ օրհնյալ է բդո որովայնի քո Հիսուս, Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսի ավասը մեր մահորացս այժմ եւ իժամու մահվան մերո ամեն։ Բարքորի օրթվոյի ոգին սրբո այժմ շեդյան սավդենից ամեն։ Թակուի մասության աղոթի ավասն մեր։ Այսօր Լադիներում կողը բանը ինչպես ասեմ Guadalupe-ի ասածամոր դոնն է Պոյվե բան անպայման գիտեք մի քիչ չէ կամ չեք գիտեք Guadalupe-ի ասածամայրը Այո, գիտենք վարդապետ ջան, բայց դուք հավատում եք, որ իրոք այդպես կարող է եղած լիներ։ Ինչ որ պատմում է, որ այդ ձևի անձեռակերտ այդ ձևի նկարչություն է եղել, թե դա ուղղակի ժողովուրդը ճոխացրել է եւ այդպես մնացել է, փոխանցվել է մեզ։ Բայց ասիկա անցյալի ապրանք չէ։ Հիմա գոյություն ունի։ Եվ այդ ապրանքը, որի վրա այս նկարը գա, ինչպես եմ, ապրանքը չի գրնար 40-50 տարին ավելի թիմանալ եւ համասիկ 500 տարի եվեր մնացած է։ Նույնիսկ ռումբթերին եւ չպայտեց, բաբա չվնասեց։ Ամենը բանը, որ իրապես այսօր հոն է եւ դարբեր գիտնականներ, բժիշկներ նայում են, ուսումնասիրում են մինչեւ այսօր եւ ուրեմն հետաքրքիր բազան շատ բաներ կան, որ շատ հետաքրքիր են այդ նկարին վերաբերյալ։ Բայց ամենը հետաքրքիր բանը աչքերի մասին է։ Աչքերին մեջը 13 պատկեր կա։ 13 պատկեր, այսինքն եպիսկոպոսը եւ Խուանը, այդ անձը, որ ասոզամոր դեսած է, ինքը եւ ուրիշ անցիկ որ հոն են, անոնք հանդեղը, եւ ինչպես այսօր, եւ որ հիմա ես ես նայում եմ, իմ աչքիս մեջը կա, թե ինչ որ ես տեսնում եմ, անոր նկարը իմ աչքիս մեջն է, եւ ուրեմն ինչ որ կար, այդ օրը, այդ ամենը աչքին մեջն է, թիվ 1, թիվ 2, աստղեր կան այդ գդավին վրա, եւ այդ աստղերը, ճիշտ նույն աստղերն են, այդ բանը, երկնքի մեջը, ինչ ձևով որ էր, այսօր հյուր ունենք գարձեմ մեր սրբազան հայրը։ Ուրեմն այդ ամեն բանին ինչպես եմ նկարը երկնքի նկարն է, որ 1531-ի այդ օրերի նկարն է։ Այս ամենը հետաքրքիր է, բայց ամենահետաքրքիրը այդ աչքերին
հետևյալն է, որ մի ճապոնացի ագնապուժ, որ ուսումնասիրած է եւ ինքը նվաղել է, ինգել է, եւ երբ որ իդ եկած է, ուրեմն իրեն երբ որ գարցնեն, կսե որ այս աչքերը աբրող աչքեր են։ Հիմա ինչ կնշանակի է եւ ինչպես աբրող աչքեր են, ես չեմ գիտեր, բայց գիտեմ որ այսօր այդ ասածամոր հրաժարակորձ ասածամոր պատկերն է, տեսեք մի վիդեո կար, որ մենք թարգմանեցինք, չեմ գիտեր եթե այդ վիդեոն ծեր ուշադրության բան եղավ եւ դուք դիտեցիք կամ ոչ։ Մենք թարգմանեցինք այդ վիդեոն եւ YouTube-ի վրա դրած ենք մենք։ Ձեզ մե ոյ մեկը տեսել է։ Ես չեմ տեսել, չէ, Վարդապետ ջան։ Ես նորից կտեղադրեմ։ Շատ լավ։ Լելիթը պիտի տեղադրի։ Ուրեմն երբ որ կմտածենք չափազանց զուգադիպություն չի գտնարլա, սա աստվածային ծրագիր է, որ նույն ժամանակը 1500-ական թվականին 8-10 միլիոն կաթողիկներ թողեցին հավատը Եվրոպայի մեջ փոխկապության պատճառով Մարտին Լութերը եւ մնացածը թողեցին կաթողիկությունը եւ նույն ժամանակը նույն շրջանին մեջը ամբողջ Լատին Ամերիկայի մեջը 8-10 միլիոն գրաբաշտներ ընդունեցին քրիստոնեությունը այսինքն չափազանցություն չի գտնար սա աստծո մադն է ասած ինքն է որ մեզ փնտրում է բոլորին եւ փերած է եւ շարունակում է փերել եկեղեցի ինքն է որ մեր ետևից ընկնում է որովհետեւ մեզ փերե ճշմարիտ հավատքին Սրբազանին գործընծենք Okay. Հիմա կանք մեր անկանակ հավատո Խոսեցինք աստծո էության մասին որ այո աստված գոյություն ունի եւ մենք կարող ենք եւ արտաքին աշխարհով գտնել եւ ֆիզիկական աշխարհը մեզ կդանի դեպի աստված բայց նաեւ մեր ներքին աշխարհը մեր խիղճը մեր կամքը այդ ամենը մեզ օգնում է որովհետեւ մենք կարողանանք հավատալ կամ կարողանանք գտնել աստծուն այո Սուրբ Պողոս իր հրամայածների ուղղազնամակին մեջը բացատրում է սրա մասին որ մարդս իր բանական ուժերով կարող է հասնել գիտակցության աստծո ներկայության մասին բայց աստծո մասին մենք բամը չենք կարող գիտենալ ավելի շատ ուրեմն այդ մնացածը ամենը աստված ինքն է որ հայտնեց ինքն իրեն տարերի ընթացքում շատ տարեր ինքը մեզ ներկայացուց մեր այսինքն նախահայրերին
ներկայացուց եւ կամաց մեզ դվեց այդ գիտակցությունը, որ Աստված Սուրբ Երրորդություն է։ Մեկ անգամ որ կընտրենք, որ Աստված Սուրբ Երրորդություն է, այլևս կհասկանանք, որ պետք է որ երրորդություն լինի։ Չի կարող երրորդություն չլինի։ Որովհետև Աստված մեկ է, այո, բայց եթե չի գա այդ երրորդությունը, բամ բագաս է կամ ամբողջ էությունը բագաս է, որովհետև մենք ասում ենք, որ Աստված սեր է։ Ուրեմն այդ մարդկային չէ, անձերու գոյությունը, որ Աստված անձեր են, այն է, որ Աստված եթե միայն մեկ անձ լիներ, ինչպես պիտի սիրեր եւ ինչ պիտի սիրեր։ Գրնանք ասել, որ Աստված սկիզբեն երբ որ ստեղծեց դիեզերքը, սիրում է դիեզերքը, սիրում է մարդը, բայց երբ որ դիեզերքը չի գար, երբ որ մարդը չի գար, ինչ կսիրեր Աստված։ Եթե սկիզբը սեր չի գար, չի կնար վերջ ունենալ, Աստծո չի գա, այդ հնարավորությունը չի գա, Աստծո հավիտենականություն է, բամը չի փոխվի Աստծո մեջը։ Սա կարևոր մի գիտելիք է, որ մենք պետք է ընդունենք եւ աշխատենք ավելի լավ հասկանալ։ Եվ պետք է ասել, որ երբ որ ուսումնասիրենք ամբողջ եկեղեցու պատմությունը, կտեսնենք, որ եկեղեցու պատմության մեջը դարբեր սուրբեր շատ ավելի ուշադրություն դարձած են եւ իրականության մեջ մինչեւ այսօր ամենը խոր իմացություն ունեցողը Սուրբ Երրորդյան մասին, որ իր քրություններն մենք շատ ավելի հասկանում ենք, քան չոր աստվածաբանները, որ մեզի աստվածաբանություն սովորեցնում են, մի մայրաբեդ է Սրբի Տերեզա, Սուրբ Երրորդության Սրբի Տերեզա։ Ինքը շատ հadoop հարաբերություն ուներ ամեն մի անձի հետ։ Միայն ինքը չէ, իր մի առաջ եւ իր մի մեջ ուրիշներ կան։ Երբ որ ուսումնասիրենք այդ Սրբի Տերեզա Լիզիոյի, Ֆրանսիայի, որ 24 տարեկանի մահացավ, ինքը եւս հadoop հարաբերություն ուներ Սուրբ Երրորդյան ամեն մի անձի հետ։ Բայց նաև այսօր եկեղեցին շատ մեծ ուշադրություն կդարձնի Սուրբի Տերեզա, Սուրբ Երրորդյան Սուրբի Տերեզայի քրություններին եւ իր մեկնաբանություններին Սուրբ Երրորդյան մասին։ Ուրեմն մեկ անգամ որ գիտենք, որ Աստված գոյություն ունի եւ գիտենք, գուզենք ուսումնասիրել ավելի շատ երեք անձերի մասին, ամենաառաջ պատշաճ է, որ մենք ապրենք Աստծո ներկայության մեջ։ Լավագույնը պիտի լիներ այն, որ մենք ամեն րոպե ապրեինք նրա ներկայության մեջ։ Սկսենք հիշել նրան ամեն օր մի քանի անգամ։ Մենք կարող ենք դա անել աղոթքով։ Առավոտյան արթնանալիս հաճակնկվենք ինքներս մեզ, ասենք Հայր մեր աղոթքը։ Օրվա ընթացքում մի քանի անգամ կարճ սլացական աղոթք բարձրացնենք առ Աստված ասելով. Աստված իմ, շնորհակալ եմ քեզանից, Տեր Հիսուս, հասիր օգնությանս։
Աստված իմ, սիրում եմ քեզ, Աստված իմ, օգնիր ծնողներիս, Աստված իմ, ներիր մեղքերս, ով դեր, ինչ հրաշալի են քո գործերը, եւ նման ուրիշ շատ կարճ աղոթքներ, նաեւ չմոռանանք աղոթել ուտելուց առաջ ու հետո, երեկոյան էլ կնելուց առաջ շնորհակալություն հայտնենք մեր ապրած օրվա համար եւ վերջացնենք մեր օրը եւս մեկ անգամ հայր մեր ասելով եւ Աստծուց խնդրելով մեր մեղքերի թողությունը ու նաեւ հանգիստ քուն։ Պատճառ է նաեւ որ մենք ամեն օր բարիք անենք ուրիշներին, սկսենք յուրաքանչյուր օրը մի ովևէ բարիք անելով։ Հիմա կսկսենք այլևս մտածել Սուրբ Յորթյան 3 անթերին մեկ-մեկ։ Մենք ասում ենք հավատում ենք եւ ոչ թե հավատում եմ, այսօր մասին խոսել եմ։ Տարբերությունն այն է, որ մենք առանցին չենք։ Հավատքը, որ ունենք, միասնական հավատք է, որը մեզ փոխանցվել է ուրիշների միջոցով։ Ամբողջ եկեղեցու հավատն է, որ կատարյալ է։ Մեր անձնական հավատը եւ նույնիսկ մեզ շրջապատող մարդկանց միասնական հավատը շատ թերի է եւ հարկ է, որ մենք մեր հավատի մասին միշտ ավելի լավ եւ ավելի շատ սովորենք, որովհետեւ դրա բովանդակությունը ավելի լավ ընտրենք։ Հիմա հստակ երբ որ խոսենք, որ մենք հավատը որ ունենք փոխանցված է, սորվեցնելով չէ որ լինում է, փոխանցվում է, ընտանիքն էլ երբ որ զավակներին փոխանցում է հավատքը եւ ոչ թե սովորեցնում է։ Սա մի բան է, որ չափազանց քիչ մարդիկ կուզեն մտածել այսօր մասին, որքան որ ամենակարևոր կետն է իրականության մեջ, որովհետեւ երեխաները չեն սովորի, ինչ որ մենք սովորեցնում ենք, այլ իրենք ըմբռնում են, ինչ որ տեսնում են։ Սա մեր մտքին մեջ է, պետք է լավ դեղ շինի։ Մենք հասկանանք, որ մեր խոսքերը չեն, այսօր մասին ես միշտ խոսում եմ եւ ասում եմ, որ իմ խոսքերս, եւ որ ես խոսում եմ, անոնց եմ ոչ մեկը ինքիր մեջը իմ խոսքերս արժեք չեն ներկայացնել, բայց անհրաժեշտ են այո այդ խոսքերը, Աստված է, որ ամբողջովին տարբեր ձևով իր ուզածին պես ձեր մտքին մեջը այդ ամենը փոխանցում է։ Եվ չի փոխանցում իմ ուզածից պես, այլ փոխանցում է ձեր կարիքի համաձայն։ Սա որքան անհրաժեշտություն է եւ երբ որ գուզենք սրա մասին մտածել, պիտի մտածենք ամեն կերպ, այսինքն եթե ընտանիք ունեք, զավակներ ունեք, զավակներին այս նույն ձևով է, որ պիտի փոխանցեք ընտանիքի մյուս անդամներին մեր խոսակցության մեջը մենք պիտի լինենք քարոզիչներ, քարոզ երբ որ ասեմ առաքելություն է, որ մենք ինչ որ մենք զգում ենք մեր հավատքի մասին, պիտի գիսվենք ուրիշների հետ։ Եվ նաև բաց լինենք, որ ուրիշներեն լսենք, ուրիշները ինչ ասում են։ Եվ եթե հոն մի բան բադահում է, որ ես հանգիստ չեմ, պետք է երթամ պնդրեմ։ Եվ այսօր շատ ավելի հեշտ է պնդրել եւ գտնել մեր հարցերի պատասխանը։ Անցիկ կան հոն, բայց այդ անձերեն ավելի
որքան կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը ինտերնետի վրա գտնե այդպիսի կայքեր, ուր մենք ապահով ենք, որ կաթողիկե ճշմարիտ հավատքը կարող ենք հոն գտնել, որովհետև այսօր իրապես չափազանց տարածված է սխալ գաղափարներ, Եհովայի վկաները հայերեն լեզվով ինչեր ունի, որ ծայր սխալ է, պետք է չափազանց ուշադրություն դարձնենք այս ամենի, իրենք միլիոններ ծախսում են, մենք ենք, որ այնքան հետամնաց ենք, բայց եթե հետամնաց ենք, չի նշանակի, որ պիտի ընդունենք այս կացությունը եւ այդպես շարունակենք։ Մենք պիտի խոսենք մեր չորս կողմը եւ պիտի քաջալերենք երիտասարդներին, որբեսի ուսանեն գրանագիտությունը իրենց համար կարևոր լինի եւ ոչ միայն իրենց համար պիտի ուսանեն, այլ նաեւ պիտի ուսանեն, որբեսի իրենք եւս կայքերի մեջը կարողանան քրել, բացատրություններ տալ եւ ուրիշների սխալների դեմ պայքարել։ Այնքան խնդիրներ կան, որոնց մասին պետք է պայքարենք իրապես այսօր հոգևոր գրթությունեն հետո մի դիգնոջ հետ հանդիպեցի, որ իմ հայերեն գրություններից սրբագրությունը իրեն գուտամ, ուրեմն իրեն որոշ բաներ տված էի եւ այսօր պիտի վերադարձնել, խոսում էի հետը եւ պատմում էր ինչպես մի գայքի մեջը երկու հոգեբաններ խոսում են աբորտի մասին եւ երկեն մեկը ասում է, որ շատ ավելի վտանգավոր է եւ վատ հետևանքներ ունի ծննդաբերությունը, քան թե աբորտը։ Կնակ երբագայել, երբ որ երիտասարդ ասպաները կարտա ուրիշ ասկի առաջ, չեմ գիտեր եթե ձեզի ասել եմ, մի առաքելական քահանա ասում է, որ 40 օր հետո հղիութենեն 40 օր հետո ասված հոգի գուդա այդ բդողին հիմարության ծայրահեղություն է սա առաջին վարգանեն ինչ որ գիտությունը մեզ սովորեցնում է, որ առաջին վարգանեն նոր անց մգա ինչ է այս է ուրեմն մենք պատրաստ պիտի լինենք խոսելու, քաջալերելու եւ մեր քաջալերանքը պիտի լինի մեր առաքելությունը, որ շատ մարդկանց հրավիրենք, որ գրոնքը եւ գրոնակիտությունը շատ ավելի լուրջ ձևով մոտենան։ Երբ Հիսուս աշխարհ եկավ, նա մեզ հստակ բացատրություն տվեց Աստծո մասին։ Նա է, որ մեզ սովորեցրեց, որ Աստված Սուրբ Յորորդություն է, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Բայց նաեւ չմոռանանք, որ կամ որ Հիսուս սովորեցնում է Սուրբ Յորորդության մասին եւ իր խոսքերի վրա է, որ մենք Սուրբ Յորորդության գիտությունը հիմնված է, բայց Հիսուսի եւ Աստված եւ մարդ լինելը սա մի քանի դար դեպեց, որ հստականա, բայց մինչև այսօր փոխկականներուն մեծամասնությունը չեն կարողանում
հասկանալ այս Հիսուսի եւ մարդկությունը եւ աստվածությունը չեն կարող ընդունել եւ իրենց ամենամեծ խնդիրը աստվածամայրն է նրանք ովքեր ընդունում են աստվածամայրը որպես աստծո մայր եւ երբ որ կընդունես աստվածամայր ինչ է բանը այն է որ այդ զավակը որ իր մեն ծնվեց այդ զավակը որ իր մեջը մարմին արավ աստված է մեկ անձ է չգա եւ մարդ եւ աստված երկու անձ չէ մեկ անձ է որ ունի մարդկային բնություն եւ աստվածային բնություն եւ այս կետի շուրջ այսօր շատ մեծ շփոթություն կա բախականներուն կողը չափազանց մեծ բայց առաքելական եկեղեցու մեջ չկա անտիր չկա եւ աննա ուղղապարների մոդալ խնդիր չկա բայց նաեւ բամբինենք որ այսօր սուրյո եկեղեցին իրենք կընտունին մեկ բնություն եւ որ մեկ բնություն կընտունիս հետևանքը ինչ է Գրնակ երևակայել ինչ է հետևանքը եթե ասես որ Հիսուսի մեջ է մեկ բնություն կա ասերիկ չունիք Ստացվում է, որ Տեր Հիսուսը երբեմն Աստված է իրեն ներկայացնում, երբեմն մարդ։ Այսինքն Աստվածամարդ չի կարող լինել Քրիստոսը, եթե մեկ բնություն ունենա։ ուրեմն ոչ թե մի ժամանակ այսպես մի ժամանակ այդպես է չէ մեկ բնություն ասողները իրենք ամենաառաջ եթե ասեն որ Հիսուսի բնությունը միայն մարդկային է ուրեմն իր ամբողջ աճարանքը եւ մահը բաննա չի գնար մեզ բրգել որտեղ իր բրգությունը իր աստվածությունն է որ մեզ բրգում է եթե միայն աստված է ուրեմն մարդս ինչպես բրգե երբ որ ինքը մարդ չէ Իսկ ինչպես են նրանք բացատրում պայծառակերպությունը։ Ինչպես Պայծառակերպությունը ինչպես են նրանք բացատրում։ Պրոբլեմ չունին իրականության մեջը բաննելու որովհետև իրենք տեսեք չմոռնանք որ պայծառակերպության ժամանակը 3 հոգի կան մյուս երկուքը աստված չեն մյուս երկուքը բազմարդ են բայց չափազանց փայլուն ծևով եկած են չմոռնանք այս կետը ուրեմն եթե աստված է միայն մարդ չէ եթե մարդ է աստված չէ եթե աստված է եւ մարդ չէ իր մեջ մարդկությունը գոյություն չունի բան մեր բրգությունը անիմաստ մի բան մը եղավ եւ դժբախտաբար շատեր եւ շատ երկար ժամանակ կարծում էին որ հայերը եւս հայ առաքելականները եւս իրենք բանը մեկ բնություն ընդունում էին մոնոֆիզիտ որ գսեն բայց 1960-ական թվականին երբ որ կարեկին Վասկեն երբ որ Վասկեն առաջինը
գնաց բան Վատիկան եւ հանդիպեցավ Պողոս 6-րդին, այդ ժամանակ այդ խնդիրը լուծվեց։ Հիմա եւ ուր է խնդիրը եւ ինչու խնդիրը սկսավ եւ այդ խնդիրը նաեւ սխալ հասկացվի մինչեւ այսօր, որովհետեւ հայ եկեցին բանը Կախկետոնի ժողովը չընդունեց, որովհետեւ հստակությունը Կախկետոնի ժողովի մեջ եղավ։ Մի անց երկու բնություն։ Հիմա հայերը միշտ ընդունած են մի անց երկու բնություն, բայց Կախկետոնի ժողովը չեն ընդունած։ Եվ պատճառը, որ չեն ընդունած, այն է, որ սուրիացիները, որ մենք 451 թվականին չգնացինք Կախկետոն, եւ Կախկետոնի մասին մեզ բացատրություն դրվեց սուրիացիների միջոցով։ Եվ սուրիացիները սխալ հասկացած էին եւ սխալ բացատրություն տվին հայերը, որ մենք չենք ընդունել։ Բայց իրենք հայ, այսինքն այդ ժամանակվա իրենք շատ լավ ընդունում էին, որ երկու բնություն մեկ անց իրենք անիկա ընդունում էին։ Լավ, Վարդապետ ջան, բա այդ մոնոֆիզիտները ինչպես են փրկagorցությունը բացատրում։ Սխալ բացատրում են։ Այսինքն դեսեք մի կարծեք, որ բոլոր քրիստոնյաները հասկանում են մեր հավատքը։ Ամեն մեկ Երուսաղեմին պես խոսում է, նույնիսկ բայց նաև ուրիշ մի բան կա, որ երբ որ կմտածես Մարտին Լութերի մասին, որ ինքն է որ այս ամենը սկսեց, ինքը այսինքն եթե Մարտին Լութերը այսօր կա աշխարհ, պիտի զարմանա։ Լութերանական եկեցին որ տեսնեն, պիտի զարմանա, որովհետև իրենք հոսե խնդիր ասում մասին մեկ անգամ բան անդրադարձած է։ Երբ որ ինքը սկսավ Աստվածաշունչի որոշ քիրքերը տապել, ուրիշները շատ ավելի բաներ տապեցին։ Եվ երբ որ ինքը չղայնացավ, ասա որ դու ինչ իրավունքով գտապես։ Եվ դու ով ես որ մեզ իսես որ ինչ կրնանք տապել եւ չեն կրնանք տապել։ Ինքը փուշմանեց վերջի փուշմանեց որ ինքը այդ քիզը բռնեց։ Նաեւ ինքը հավատում էր Սուրբ Պատարագին, քահանայության, բայց այսօր չեն հավատա, որ Հիսուս իրապես ներկա է Սուրբ Արքան մեջ։ Լութերանականները չեն հավատա։ Հայր Անտոն, ես կասեի, այսօր շատերը քահանային չեն հավատում։ Ասում են, ես իմ Աստծուն կհավատամ, քահանաների հետ գործ չեմ ուզում ունենալ, կապ չեմ ուզում ունենալ։ Վարդապետ քահանաների։ Տես, շատ իրավունք ունի։ Եվ որ գտեսնենք այդ ամեն զեղզումները, որ անգնեն, բայց այսօր քահանայությունը դարբեր է, քահանան դարբեր է։ Քահանայությունը մի բան է, որ Հիսուս մեզ տվեց, եւ ինքը 12 առաքյալ ուներ։ Մեկ հատը Սատանա եղավ, չէ՞։ Եվ այսօր, երբ որ գնանք աշխարհին 4 կողմը եւ գտեսնենք հարյուրավոր հազար լավ քահանաներ, եւ գտեսնենք մի քանի հատ, որ սխալ ճանապարհով կերտան, ես այսինքն 52 տարի որ վարդապետ եմ եւ 52 տարի միշտ նույնը ասել եմ ժողովրդին, անոնք որ կխանգադին քահանայի մասին, եպիսկոպոսի մասին, կաթողիկոսի մասին, ես կսեմ, եթե ավելի լավ կաթողիկոս կուզես, աղոթեք ու կաթողիկոսի համար, ավելի լավ սրբազան կուզես, աղոթեք ու սրբազանիդ համար,
Ավելի լավ քահանա կուզես, աղոթեք ու քահանայիդ համար։ Այսօր որքան կարևոր է, որ մենք աղոթենք, այսօր նաև այդ անցիկ ովքեր գսեն, որ չեն ուզեր որևէ բան ունենալ կանաների հետ, ոչ մեկը, որովհետև շատերի հետ խոսել եմ, ոչ մեկը չուզեր աղոթել իրենց կանաների զրպազանների համար։ Իսկ մյուս կողմեն, հուսամ, որ դուք աղոթում եք եւ աղոթում եք ամեն օր կանաների համար։ Եվ որ ես կմտածեմ իմանցի մասին, հայրով մարդիկ կա, որ ինձ համար կաղոթեն, աղոթել են եւ կշարունակեն աղոթել։ Հայրավոր է։ Որովհետև ես միշտ խնդրեմ, որ աղոթեն ինձ համար։ Եվ հակառակ այդ ամեն աղոթներին ես մեծ մեղավոր եմ։ Բոլորս ալ կոտրված ենք, աշխատում ենք։ Մայր Տերեզան շատ լավ խոսք ունի, գսե որ մենք մեղավոր ենք, բայց մենք ներված մեղավոր ենք։ Ներված մեղավոր պետք է լինենք։ Այսինքն միշտ խնդրելով Աստծուց, որ ների մեզ, ներում ստանանք եւ լինենք մեղավորներ, որ ներված են։ Հավատում ենք մեկ Աստծու։ Այո, երեք անձ, բայց մեկ Աստված կա, ուրիշը չկա։ Եվ սա է, որ նաև տեսնում ենք անի Աստվածաշունչի մեջը, երկրորդ օրեն կրկին մեջը, որ Մովսեսը սովորեցնում է, ասում է լսիր Իսրայել։ Քո Տեր Աստվածը մեկ Աստված է։ Պիտի սիրես քո Տեր Աստծուն բոլոր սրտով, բոլոր հոգով, բոլոր մտքով, բոլոր ուժով։ Սա է։ Եվ այս աղոթքը հրյաների համար համարժեք է մեր հայրմերին։ Մենք հայերս օրհնյալ ջուր չենք գործածեր, չէ՞։ Օրհնված ջուր մեգեցին երբ որ գերտակ օրհնված ջուր կա։ Լատիներում կովը կա։ Չէ, կա վարդապետ ջան, մեր գյուղերում քարը այդպես սակարած, փորած միշտ եղել է, միշտ մանկուց եղել է դա, օգտագործել ենք։ Այո, բայց հիմա չի գա։ Ես ապզի գեղած ժամանակս մեր եկեցիներում մեջ գային, բայց հիմա չի գա։ Ուրեմն, մարդիկ եկեցի մտած ժամանակնին, ելա ժամանակնին, խաչակնկվեին օրնված ջուրով։ Իսկ հրյաները այս աղոթքը լսիր Իսրայել, որ եբրայերենով Շեմա Իսրայել, եւ երբ որ Հիսուսին ասին ամենամեծ բանը օրենքը որ մեկն է, ամենամեծ պատվիրանը Հիսուս ասեց, սա Շեմա Իսրայել։ Ուրեմն, այս ամենը իրենք քրած էին եւ իրենց դան դրան վրա դրան մոդը կոնդեղ գար մտած ելած ժամանակնին կամպրեին այդ աղոթքը մեր օրնված շուրը ոնդեղ են գուկա բունը եւ միշտ ասան ներգայության մեջ ապրելը իրենց կովար չափազանց կարևոր էր հիմա հրյաներուն մի նայեր
իրենց հրազը իրապես սատանայական մի բան է։ Ուրեմն մեկ Աստված ունենք եւ մեր ընկալումը Աստծո վերաբերյալ չափազանց համանապակ է։ Մենք ոչ բավական ունենք, ոչ էլ կարող ենք ունենալ։ Մեր ուղեղը չափազանց բզդիկ է հասկանալու համար Աստծուն։ Բայց ինչ որ մեզի պետք է եւ ինչ որ կարող է մեզ իրապես օգտակար լինի մեր հավատքը ապրելու համար, Աստված մեզ տալիս է պետք եղած լույսը եւ պիտի փնտրենք, պիտի աշխատենք։ Եվ ամբողջ ավետարանության մեջ դա մեզի չափազանց, այսինքն փուն մեզ երջանկություն, ուրախություն պատճառողը այդ Աստծո ներկայությունն է եւ Աստծո մասին մեր գիտելիքներն է, որ մեզ պիտի տան ամենամեծ ուրախությունը։ Երբ Հիսուս աշխարհ եկավ, մեզ հատուկ բացատրություն տվեց Աստծո մասին։ Նա է որ մեզ սովորեցրեց, որ Աստված Սուրբ Երրորդություն է։ Հավատողական կանակը շարունակում է եւ մենք ասում ենք Հայր ամենակալ արարիչն երկնի եւ երկրի, երևելյաց եւ երևույթից եւ աներևույթից։ Ուրեմն Հայր Աստվածն է, որտի Աստվածը չէ, Հոգիսը Աստվածը չէ, որ ստեղծեց, Հայրն է, որ ստեղծեց։ Մեկ Աստված է, այո, մեկ գործողություն է, բայց Հայր Աստված է, որ ստեղծած է եւ շարունակում է ստեղծագործել, ստեղծում է իր խոսքի ուժով։ Ինքը հիմա միշտ բոլոր առասպելները, որ կան առաջագործության մասին, ondեղ Աստվածներ իրար գրելով այս յանը, բայց միայն մեր մոտ է, որ Աստված խոսքով խոսում է եւ Աստված միայն մեկ խոսք ունի։ Եվ այդ խոսքը մենք գրաբար բան ասում ենք։ Բանը, որ թարգմանություն է հունարեն լոգոսի եւ նաեւ թարգմանություն է եբրայեցերեն դաբար բարի։ Ուրեմն դաբարը, լոգոսը, բանը խոսք է, գիտություն է։ Եվ Աստծո ամբողջ գիտությունը իր խոսքին մեջն է։ Եվ ամեն ինչ, որ ստեղծած է եւ շարունակում է ստեղծագործության մեջ բահել, խոսքի միջոցով է։ Եվ նաեւ, երբ որ կարդում ենք Աստվածաշունչի առաջին էջը, Սուրբ Հոգին հոն է, եւ Սուրբ Հոգին է, որ ոչ թե ստեղծում է, այլ գարկանոն տնում է։ Սուրբ Հոգին այդ ինչպես ասեմ, հաղորդությունն է, հաղորդակցությունն է, որ ամեն ինչը իրար հետ լավագույն կերպով գոյություն ունենա։ Եվ իր Սուրբ Հոգու գործն է, որ խավարը եւ քավոսը չի վերադառնա։ Հարցումներ ունեք։ Հայր Անտոն, մի հարց ունեմ, երեխայի համար ուզում ենք պատարագ վերցնել, բայց երեխան մկրտված չէ, կարելի է վերցնել։
Ավելի պատահություն պետք է դաս։ Եվ որ գսես երեխայի համար պատրակ կուզես։ Այդ Դե երեխան հիվանդ է, ուզում ենք նրած է, վերցնել, հիվանդ է, ինչ է։ հիվանդ է, ուզում ենք վերցնել, որ լավանա։ Դες մամեդականին համար ալ գրնաս պատրակ ուզել, ոև մեկի համար գրնաս պատրակ ուզել։ Պատրակը աղոտք է, լավակույն աղոտքն է։ Լավակույն աղոտքն է, որ մենք կարող ենք բանել մեկում համար։ Նաև չմոռանանք, որ պատրակը շատ լավ է պատրակ խնդրել, իսկ մյուս կողմեն նաև Աստված ցանկանում է, որ մենք թիմենք սուրբերին։ Աստված է, որ փառաբանվում է սուրբերի միջոցով։ Երևանի մեջը մի մեծ հրաշք տեղի ունեցել է բանի Աղաջանյան, Կարդինալ Աղաջանյանի միջնորդությամբ եւ քանի բաներ հրաշքներ տեղի են ունենում բան Մալոյանի միջոցով եւ նաեւ անցյալ օրը մի բան առաքելական աղջիկ գործը գործընծած է, գործ չի գտնում իրեն բանին աղոտ կդվի ապահոր մխիթար ապահոր երկու օր հետո շնորհակալություն գայտնե կսե աղոտ կսկսեցի ամիջապես գործ կդա այո ասված կուզե եւ նաեւ աս ամենը երբ որ շիրակ ծևով սկսենք հասկանալ երբ որ ընտանեկան խնդիրներ կա տեսեք ամեն ինչի համար ամենաշատ մենք կարող ենք աստվածամորթ թիմել մամայի իսկ ընտանեկան խնդիրների համար ամուսինների համար տղամարդկանց համար եթե գուզես աղոթել Սուրբ Հայրովսեփ հիանալի սուրբ է որ չափազանց ազդու է իր աշխատանքը չափազանց եւ բادرակ անշուշտ ամբողջովին դարբեր մի բան է բայց խնդիրը բادرակը որ բանգնենք բادرակը աշխարհքիս մեջ է շատ սխալ ծևերով կհասկանան եւ ինչ որ արսեմ հիմա սխալ միդելա եւ այսօր եթե հասկանաք որ բادرակը կարող է կսել կանային որ ինքը բادرակ մատուցե ծեր ուզած դիտավորության համար բայց նաեւ դուք երբ որ գերտակ բادرակի դուք կարող եք բادرակը մատուցել Աստծուն ծեր դիտավորության համար սա չի նշանակել որ կանային բիչերտաս եւ կանային բիչուզես որ կանային եթե գուզես մի քիչ ավելի տանգ է բայց խնդիրը այդ տանգության ասին չէ որ գուզեմ խոսի գուզեմ ասել որ այսօր պետք է մենք հասկանանք բادرակի լրջությունը եւ նաեւ բادرակի լրջությունը բացատրող չի կա Երբ որ բادرակի կերտած կիրակի օրը ինչ որ ես կարոզեմ եւ կխնդրեմ մարդկանցից այն է որ անցյալ բادرակեն ինչեւ այս բادرակ քու բոլոր կյանքը քու բոլոր դժվարությունները քու ուրախությունները ամենը
Աստծո պիտի նվիրես։ Եվ նույն ժամանակ պիտի նվիրես այս կիրակի են մինչև կալ կիրակի, եթե կիրակի օրերը պատրաստ կերտես կամ եթե ամեն օր կերտես ուրիշ խնդիր է, ուրեմն այս բادرակեն մինչև հաջորդ բادرակը քո ամբողջ կյանքը դժվարություններդ ամեն ինչը Աստծուն նվիրե։ Եվ այսօր իմ կյանքս մեծ արժեք չի ներկայացնում, երբ որ գսեմ իմ կյանքը, ես չեմ խոսի միայն հայրանդոնը, խոսի մեզանից յուրաքանչյուրը։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքը մեծ բան չէ, բայց ամենակարևոր մասը, որ պետք է հասկանանք, այն է, որ երբ մենք բادرակը մատուցում ենք, ինչ ենք բերում։ Բերում ենք մի կտոր հաց, նշխատ, մի քիչ գինի։ Ինչ ենք, իր մեջ ինչ կներկայացնեն։ Համարյա ոչինչ, բայց Աստծո օրհնությունն է, Աստված որ սրբացնե ամբողջովին տարբեր բան կլա, միլիոն չէ, 10 միլիոն, 10 միլիարդ անգամ չէ, որ ավելի մեծ լինում է։ Եվ նույն ձևով, երբ որ մենք մեծ սիրով, մեծ նվիրումով մենք տալիս ենք Աստծուն, Աստված այդ ամենը կընդունի։ Եվ ինչ որ Մայր Տերեզան իր բոլոր մայրապետներին սորվեցած է եւ կշարունակի սորվեցնել իր քրություններով, այն է, որ կարևորը մեծ գործեր անել չէ, այլ բզդիկ գործերը մեծ, շատ մեծ սիրով անելն է։ Եվ սա իր կաղապարը չէ, ասիկա մեզ ամենին ավելի սորվեցնում է Տերեզա, Լիզիոյի Տերեզան, Ֆրանսիայի Տերեզան։ Եվ Մայր Տերեզան իր մեջ որ սորվեցավ։ Մեր գրոնքը այնքան գեղեցիկ է, այնքան հիանալի մի բան է։ Ուրիշ հարց։ Վարդապետ, այս Երանելի Մալոյանին, Հաջմյան Սուրբ Մալոյանի 9 օրյա աղոթքին ես շատ հավանեցի։ Հետո 3 օրյա գուհաբանական աղոթքը շատ սիրուն էր գրած։ Այդ ձևի գրություն ունենք Մխիթար Սեբաստացու մասին։ Եթե կա կուզենայի որ կիսվեիք մեզ հետ։ Եթե լիներ, արդեն կգիսեի։ Բայց դժբախտաբար չի գա։ Եվ խնդիրը մխիթարյանները իրենք են։ Եթե մխիթարյանները մի քիչ տարբեր լինեին, մինչև մաշադոնց սրբատասված կլիներ։ Իրենք կարևոր ինչ են դար։ Իրենք հետևը չեն ինար։ Շնորհակալություն Հայրանդոն, ես վերջերս եղել էլ եմ, որ պատարակներ ինչ որ մեկին կամ ինչ որ մի բանի նվիրել եմ ու այսուհետ ավելի շատ կաշխատեմ նվիրել, իհարկե եթե պետք լինի քահանայից իհարկե պատարակը կվերցնենք, խնդրենք թե ինչ որ բանի համար, որ մեզ օգնի։ Հիմա քահանայից պատարակ խնդրելը անոր մասին գոսամ մինչև մեծ բակի սկիզբ ամենաուշը քրություններ հիմա պատրաստում եմ որ մի անգամ խոսացի ռադիոյեն, բայց կող չէի, ամենս որ անիկա տապել եմ հիմա նորերը կրում եմ և շատ հետաքրքիր է և երբ կհասկնաս այդ ամենը, ինչպես կարող ենք օգնել մեր հանգուցյալների։ Եվ այսօր տեսեք, ես շաբաթ օրերը կաղոթեմ միշտ մեր բոլոր բարերարների և անձնական բարերարները և նաև մեր եկեղեցու բարերարները։ Եվ երբ որ կաղոթեմ բարերարներին համար, ինչպես կաղոթեմ ես։ Ես կաղոթեմ հանգուցյալներին, մեր բարերարների հանգուցյալներին համար կաղոթեմ։
խնդրելով, որ այդ հանգուցյալները իրենց հարազատներին օգնեն։ Հիմա նաև նույն ձևով քեզ գարաչարգեմ, որ այդ անձին համար, որ գուզես աղոթել այդ անձի մահացածներին։ Մեր բոլոր մահացածներին համար պետք է մենք չափազանց շատ աղոթենք։ Եվ չկրնար հասկանալ, թե որքան մեծ բարիք դրած կլինեք, ոչ թե միայն հանգուցյալներին, այլ մենք մեզի մեծ, չափազանց մեծ բարիք դրած կլինենք։ Ես ասել եմ ասկի առաջ, նորեն կգտնեմ, տատիկներս, հայրս և մայրս ինձ շատ ավելի օգնել են մահվանից հետո, քան թե մահվանից առաջ։ Իրենց համար անշուշտ ես մի քիչ տարբեր է, ես կրնամ միշտ պատարակներ մատուցել, ավելի ծախս չէ ինձ համար, որ պատարակը այս կամ այն նպատակի համար անեմ։ Ուրեմն բաբիկներս, որ 80-90 տարի առաջ մերել են, ես իրենց համար էլի գաղութեմ։ Հայր Անտոն, Լսում եմ։ իսկ եթե այդ մարդիկ այս աշխարհում լավ մարդ չեն եղել, նորից կօգնեն, թե նորից չար բաներ կանեն։ Անոր մասին վաղամույսորը, չէ, երեքշաբթի օրը քեզի մի քրություն պիտի դամ, մեկը պետք է գարտա եւ վիդեո պիտի շինենք անիկա։ Ես կարող եմ այսօր Լիլիթ քեզի ուղարկել, որ բանի մեջ տնես, մեր կայքի մեջ տնես, մի վարտապետի խոսքերն են, մի փորձառություն, որ ունեցել է եւ Padre Pio-ն այդ ուղղությամբ շատ խոսած է, բայց չեն ուզեր շատ ասոր մասին խոսիլ, բայց պետք է խոսվի։ Նաեւ 500 տարի առաջ բանը Տերեզա Ավիլացին, Սրբի Տերեզա Ավիլացին, ինքն բաների մասին ահագին քրություն ունի, ահագին աղոթքներ ունի, հանգուցյալների համար աղոթել, նույնիսկ այդ հանգուցյալները, ովքեր վատ կյանքով ապրած են եւ ոևէ բանի զղջումի արտահայտություն չի եղած իրենց մահվան ժամանակ։ Շատ բան խորհրդավոր մի բան է, որ պետք է ավելի եւ ավելի ուսումնասիրենք։ Okay, տեսեք, ես պետք է երթամ հիմա, օլալա։ Եթե հարցումներ ունիք, կալ անգամ սկիզբն պատրաստեք։ Շնորհակալություն։ Լավ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Շնորհակալություն, բարի գիշեր։